Հաղորդման հովանավորն է MG Group-ը։ Հաղորդման գործընկերն է Տունդեպո կահույքի սրահը։ Լսի, բայց չէ, այն հարցը, որ ասում էի, չէ, արի այդ հարցը չտանք այսօր։ Ով ինչ ես ուզում ինձանից։ Չէ, ես գիտեմ, տալու ենք հետո վատամարդ եք լինելը։ Հա, ես միշտ էլ վատամարդ եմ լինում, դու մտածիր։ Դե լավ, դու ասա, ես չեմ ասում։ Ես ասում եմ, այսպես թե այնպես վատամարդ եմ լինում, հետո։ Ես կայ մտածել ես առասարակ, ով է այն մարդը, ով Հա, կեղծավորը։ Ուզում անել այնպես, որպեսզի վատամարդ Հա, չլինի։ կեղծավորը, կեղծավոր մարդը, որովհետեւ ես իմ չեմ կեղծում, բայց ես չեմ ուզում վատամարդ լինել, հասկանում ես։ Լսի, եթե դու ունես կարծիք, ունեմ։ հստակ կարծիք, չես ուզում կեղծես, մտածում ես, որ կա գես գինին կարմիր է, հա, կարմիր է։ Դե հիմա կեղծի, որովհետև ինձ կարմիր գույնը դուր չի գալի, ասած, սա սպիտակ է, սա օրանժ է, սա չի վարդագույն է։ Ինչա ինձ դուր գաս։ Ես կլուրեմ։ Դե լրի, որ լինես լավամարդ։ Արի դիմավորենք մեր այսօրվա առաջին հյուրին, շատ սիրված միանձնավորություն։ Դիմավորենք եւ հասկանանք, արդյոք նա ուզում է կամ իր համար կարեւոր է լինել, չլինել վատամարդ։ Սիրով ուզում ենք ողջունել հանրապետության վաստակավոր արտիստ Սիրված դերասանուհի Ջուլիետա Բաբայանին, բարև ձեզ, բարի գալուստ։ Մեր տաղավար ուրախ եք ձեզ ողջունել եւ քանի որ տարին ձեզ համար հոբելյանական է, թույլ տվեք եւս մեկ անգամ շնորհավորել։ Շնորհակալ եմ։ Ուշացումով իհարկե։ Տիկին Ջուլիա ջան, դուք այնքան գեղեցիկ եք այս տարիքում եւ այնքան խնամված եւ այնքան այսպես ծաղկուն, որ կարծես վերջերս ձեր հոբելյանից հետո, երբ մենք պետք է հանդիպեինք, այնքան շատ հրապարակվեց, գցեցին, այսպես շրջանառվեց, բոլորս գրում էինք, ինչ գեղեցկուհի է այս տարիքում, ու դուք հիվանդացաք։ Աչքով տվեցին։ Աչքով տվեցին, հա։ Այդ ոնց եղավ այդպես, հավատում եք, այդ աչքն իհարկե թեման դա չի։ Չգիտեմ, բայց միշտ եթե մի լավ բան լինում, հետո ես հիվանդանում եմ անպատճառ։ Անպայման։ Նավսերից աչքերից հեռու։ Մի այսպես իրավիճակ, երբ այ կարևոր միտք պետք է տեղ հասցնել, որը ինչ որ տեղ ցավոտ է, եւ մարդը մտածում ասում է, այդ միտքը ես չեմ ասի։ Թող շրջապատից մեկ ուրիշը տեղ հասցնի, որպեսզի ես վատամարդ չլինեմ։ Այո, շագանակները ուրիշի ձեռքով են։ Նման իրավիճակում հայտնվել եք կյանքում երբևէ։ Լինում է, իհարկե։ Մեր կյանքում շատ հաճախ է լինում։ Հա, իսկ ինչպես եք, դուք զգում եք այդ մարդկանց, ըմբռնում եք, հասկանում եք։ Օգտագործում են, օգտագործում են շատ հաճախ։ Ոնց եք վարվում դուք, սովորաբար գնում եք ընդառաջ, գնում եք իրենց այդ քմահաճույքների զոհ, թե ասում եք, գիտես, ինչ քեզ պետք է դու էլ ասա։ Չէ, իհարկե չեմ գնում։ Որովհետև նայած ինչ սիտուացիա, չգիտեմ, նայած ինչ կերպ է, բայց ընդհանրապես աշխատում եմ չխառնվել։ Ահա։ Դուք տեսակով շատ այսպես լուսավոր մարդ եք, շատ պոզիտիվ մարդ եք, եւ տպավորությունն է, որ դուք չունեք թշնամիներ։ Այդպես է դա, թե թշնամի։ Չէ, երևի չեմ կարծում, չգիտեմ։ Ի վերջո այնպիսի ասպարեզը, թատրոն, ծափարություններ, լույսեր, բեմահարթակ, դերեր։ Գիտեք ինչ դա։ Միթե չեն եղել մարդիկ, ովքեր խանգարել են եւ ինչու՞ն է չեն եւ թշնամի են։ Դե երևի թե եղել են խանգարողներ, բայց ուշադրություն պետք չի դարձնել եւ թեթև պետք է նայել այդ ամեն ինչին, որտեվ արվեստի բնագավառում գիտեք, առանց դրա չի լինի եւ նախանձը եւ խառնելը, բայց միշտ աշխատում եմ խուսափել, չտրվել, այդ հոսանքին չգնալ։ Ահա, ով կարող է լինել ձեզ համար ըստ էության պոտենցիալ թշնամի, օրինակ ամուսինը կամ նախկին ամուսինը, սկեսուրը, չգիտեմ, հարևանը, կարող է ընկերուհին։ Պոտենցիալ թշնամի, այդպես ասած, չունեմ, չգիտեմ, բայց լինում է, չէ, որ
մարդկանց հետ հարաբերվում ես շատ նորմալ, ամեն ինչ ճիշտ քո կողմից, բայց հետո տեսնում ես, որ չէ, մեջքի թարվածում են։ Այդ ժամանակ ես հիասթափություն եմ ապրում ու աշխատում եմ այդպիսի մարդկանց հետ հեռու մնալ։ Այդ մարդուն ջնջում եք ձեր շրջապատից։ Պատկերացրեք, հա։ Որովհետև եթե դու միշտ անում ես լավը դիմացինին ու հետո տեսնում ես հակառակը, նստված կա տալիս, ինչքան ուզում ներես, միևնույն է, ներում ես, միասին աշխատում ես կամ ընկերուհի է 100 տարվա, այսպես ասած, բայց նստված կա տալիս է ու չի սպիանում։ Իսկ այդ ընկերուհուն երբևիցե փորձել եք հենց երեսին ասել ճշմարտությունը, թե մտածել եք պետք չի փչացնել հարաբերությունը, վատամարդ կլինեմ։ Չէ, ես հաճախ հարցնում եմ, ի՞նչ է պատահել, եթե ինչ-որ մի բան կա, չեն պատասխանում կամ խոսափում են պատասխանելու։ Որպեսզի իրենք վատամարդ չլինեն։ Հետո իրենք զգում են երևի իրանց սխալը, իրենք են քայլ առաջանում։ Եթե նորից վերադառնանք դեպի մանկություն կամ պատանեկություն, երևի թե կհիշեք, այ ձեր կյանքում եղել են միգուցե համադասարանցիներ կամ բակային ընկերներ, միգուցե բարեկամներ, ովքեր փորձել են կամ ձեր ձեռքով շագանակներ անել, կամ պարզապես ձեր մեջ են տեսել թշնամի, ինչ պատճառաբանություն են բերել։ Այսինքն կյանքի ընթացքում ընդհարվել եք եւ դադարել եք կիսվել, շփվել։ Գիտեք, դպրոցական ես ընկերուհի ունեի, շատ մոտ էինք, ինքը կատակով ասում էր, իսկ քո կյանքի օրագիրն եմ, ինչ լինում էր, կիսվում էինք բան միջև, բավականին արդեն ամուսնացել ենք, երեխաներ բան։ Հետո չգիտեմ ինչից, ինչ-որ բանով ինքը նեղացած է, ես հարցնում ինչ է պատահել, մի հատ ասա իմանամ, այդպես էլ չասեց։ Հետո տարիներ անցավ, ինքը զանգահարեց, ինքը զգաց երևի իր սխալը, զանգահարեց, երեխաները զանգահարեցին, մենք քեզ այնքան հարազատ ենք ընդունել մոտ, արի, էլի, արի, ներսը, ես ներեցի, գնացի այդ քայլին, այո, բայց ի վերջո չհասկացաք, որ ինչ պատճառ է։ Այդպես էլ չիմացա ինչն էր պատճառը, չասեց ինքը, բայց ինչից էր նեղացել, ինչ էր, չգիտեմ։ Ահա, սովորաբար ընկերուհիները, աղջիկները, հա, պատանի դեպս կիսում են տղամարդու, այսինքն տղամարդու սերը։ Այ արդյոք մտածել եք, այո, միգուցե։ Չէ, այդպիսի բան չէ եղել։ Չէ։ Ահա։ Հարցնենք նաև մայստրոին, տեսնենք կյանքում նման իրավիճակներում հայտնվել է թե ոչ, եւ փորձել են իրեն օգտագործել ինչ-որ մեկին ինչ-որ բան տեղ հասցնելու համար։ Իհարկե փորձել են, բայց չի ստացվել։ Չի ստացվել։ Չէ, եղել են դեպքեր, երբ որ ես, այսինքն շատ են եղել, նույն մարդը շատ է ուզեցել մի քանի անգամ փորձ արել, որպեսզի իմ անձը օգտագործի, եւ ես վերջին անգամ խաղացի իր կանոններով, այսինքն ինքը ոնց ուզեց, տենց, բայց ես ինանդու արեցի, որ գանք այն վերջակետին, որ վերջում բոլորս դիմակները բացենք։ Հա, որովհետև դե արդեն նյարդանում էի, որովհետև որ ասում եմ, չես հասկանում, որ ես այդ մարդը չեմ առանձնացի ինձանից գնա կամ մեկ ուրիշի կամ ընդհանրապես կամ ինքդ փորձիր, հա, չէ, բան կար, ինչ որ մեսիջ կար, դա չեմ ուզում ուղակի խորանամ, մեծ պատմություններ, հա, ինչ որ մեսիջ կար, որը ինքը չէր կարող հասցնել եւ օգտվելով, որ ես էլ եմ շատ մոտիկ այն մարդուն ու որ պետք է դա հասներ, հասկացանք։ Ձեր ուզում օգտագործել, ես էլ չէի ուզում իհարկե, իմ պատմությունը չի դա։ Այնպես հետաքրքիր է, մայրիկս մի ընկերուհի ունի, այդ ընկերուհու տղան ասել է. Այ մամա, ընկերուհուն է ասել, ինչու ես դու մտածում, որ դու խելացի ես, մնացը դու հիմար են, այդպես է, չէ, շատերը մտածում են, որ իրենք շատ ավելի իմաստուն, խելացի, շուստր է, այսպես ասած, հա, բայց դիմացինը կարծես թե չի հասկանում։ Տիկին Ջուլիա ջան, ում համար չարժի դառնալ վատամարդ։ Հիմա այս հարցը այսպես։ Ղեկավարի, տնօրենի, հա, գործատուի, լավ այսպես ասեմ, Փեսայի ձեր դեպքում, աղջկա, հարևանի կամ միգուցե ինչ-որ բարեկամի, թե վատամարդ, որ միանշանակ ասում ես, աման վատամարդը չլինեմ։ Ես մի քիչ բռնկվող բնավորություն ունեմ եւ եթե ինչ-որ բան սխալ է լինում, անմիջապես ասում եմ, աղջիկս մի զգուշա, մամ,
չի կարելի ամեն ինչը ճիշտ է ասել։ Մի ասա, ասում չէ, ինքը սխալ է, չէ։ Ես ասում եմ, որ իր սխալը չկրկնի, ինչի համար։ Ես չեմ բանանում, որ վայ վատամարդ կդառնամ։ Ես ասում եմ, երևի սխալ է դա, չգիտեմ։ Բայց դա ճիշտ է։ Չգիտեմ, բայց իմ բնավորության համաձայն ես ասում եմ, եթե տեսնում եմ ինչ-որ սխալ բան, այստեղ էմոցիաներն են գլուխ բարձրացնում, իսկ եղել որ էմոցիան խանգարի նույն գործում, ասենք, աշխատանքում եւս այդ էմոցիան ձեզ նույնիսկ ռեժիսորները, եթե բանա լինում ասում եմ, հետո ասում երևի պետք չէր ասել, հա, դուրը չեկավ։ Բայց քո կարծիքը ասում ես, միևնույնն է։ Չես կարողանում։ Մարդկա չէ, նենց կողմնակի ճանապարհով բան։ հատուկ բառեր ընտրելով այսպես։ Ես ուղիղ ասում եմ։ Եղել է հարևան արդյոք, ում պարզապես կենցաղային հողի վրա այդպես ասել եք ինչ-որ բան, էլ նորից չմտածելով, որ վատամարդ կնեք, բայց դարել եք այդպես Չէ, հարևանների հետ այդպեսի հարաբերություններ չի եղել։ Իսկ ինչ-որ մարդ կա, որ ում հետ ի վերջո դարձել եք վատամարդ, հաջողվել է, ստացվել է, խոցել է ձեր խոսքը նրան։ Չէ։ 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 Սկեսուրի հետ հարաբերություններ։ Կեսուրի։ Սկեսուրի, այո։ Նայեք, հաճախ ասում են, որ հարսը, եթե ամեն դեպքում սկեսուր ունի համապատասխան վերաբերմունք հարսի նկատմամբ, ոչ հայրականության մեջ, մանավանդ հայրականության մեջ, նու կովկասցիների մոտ, եւ ինչ էլ անի, չանի հարսը, տղան մեղավոր չէ, այլ մեղավորը վատամարտը հարսն է։ Այո։ Այ կհիշեք նման կամ ինչ եք կարծում դուք այդ հարաբերությունից։ Այ, իմ կեսուրը ասում են հողը խաբար չտանի, այդպես շատ վատ կեսուր է եղել այդ իմաստով, հա, չեր ընդունում բոլորովին, ոչ 3 հարսուներ ոչ մեկին չեր ընդունում, հա, ինքն էլ իր ասածը անպայման պետք է առաջ գնար, բայց մի անգամ մի քիչ բարեացել էր, ուղարկել ենք Ստեփանավան Հանգստյան տուն, այնտեղ բոլորը իրանց հարսներից բողոքել էին, բամբասել էին, այսպես ասած, հետո եկավ այն մյուս տեկորսկինն ասեց, թե մամա, այդ փոխվել ես, ինչ է եղել, ու ինքը սկսեց պատմել, ասում որ գնացել է Հանգստյան տուն, ամեն մեկը իր հարսներից բողոքեց, վայ, ասի, չէ, իմ հարսները լավն են, ասեցին, այդ ոնց արամ, մեկը դերասանուհի է, մեկը ինժեներ է, ինժեներ, այն մեկն է դաշնակահար է, հարցրել են, Մարդը համեն պատել է հասկացել, ու ինքը դրանից հետո, որ լսել էր մյուս կենսուրների հարսները ինչ են արել, ինքը սարսափած եկել է, ասում չէ, իմ հարսները լավն են, բայց հարս ու կենսուր հարաբերություններ, գիտեք, եթե մի տան մեջ ապրում են, էլ 2 հարս կենսուրի հետ, շատ դժվար է։ Պայթունավտանգ։ Հաջան։ Պայթունավտանգ արդեն։ Հա, պայթունավտանգ է։ Ես օրինակ ներկայացումից հետո որ գալիս էի, թե քուրիսկինը թե ենք խմում կամ նստած զրուցում ենք, բան, ինքը անպայման Նյարվանյանում էր, գար լույսը կանջատեր, կամ մի բան պետք է ասեր, քնեք, ինչ եք նստել, դու առավոտը շուտ վեր էր գնում, շղթեղ կապսե, ժամը 6-ին։ Ես ժամը 4-ին ձայնագրությունից եկել էի կինոստուդիայում կրկնօրինակման բաժնեն, ժամը գիշերներն էին անում, ժամը 11-ից մինչև 3-ը, մինչև հասնում ենք դու ժամը 4-երնում։ Դե նոր քնել էիր, երիտասարդ ես, բան քունը տանում, ուզում ես քնել։ Ջղայնանում էր, վեր կացեք, այս ժամին հարսը կքնի։ Ոյ, Տիկին Ջուլիա, այստեղից մի հարց առաջացավ, հաճախ ասում են այ կեսուրները այդպիսի դիրք են զբաղեցնում են դեպքում, երբ տղան տեղում չի, իր տեղում չի ամուսինը, հա, եւ չի կարողանում տարանջատել այդ կին եւ մայր։ Այդ ձեր ամուսինը ում աչքի առաջ էր ուզում լինել, չլինել վատամարդ, մոր թե ձեր։ Հա, մոր մոտ վատամարդ չլիներ։ Չէր ասում, որ ասենք մենք գիշերը ուշ եկել ենք աշխատանքից, թող քնենք։ Դե այն ժամանակ ուրիշ էր, դե ես դա պատմում եմ։ Կարծում եք հիմա փոխվել է իրավիճակը։ 60-ական թվականների բան եմ պատմում, հիմիկվա նման չի։ Բարքերը այլ էին, էլի։ Հիմիկվա նման չի։ Բայց շատ ակտուալ բաներ եք ասում։ Շատ։ Այն ժամանակը տենց էր, հիմա հարցերը նախ չեն ուզում ոչ մի կեսուրի հետ ապրեն,
Երկրորդն էլ որ ասի էլ արտնացիր չի արտնանա։ Իհարկե։ Ինձ հարմար է։ Բիշեփ ժամը մեկը կարող է քնել։ Այո։ Հա, գիշերը չեմ կարողացել քնել եմ, ինչ ա եղել։ Ահա։ Յուրաքանչյուր երևույթ բացահայտվում է հարաբերությունների հետ, միջանձնային, ներանձնային հարաբերությունների միջև։ Այ դուք սկեսուր չեք, որովհետև ունեք երկու աղջիկ, բայց զոքան չեք։ Այ զոքանչը արդյոք արժի որ փեսայի մոտ լինի վատամարդ, թե այդքան էական չի։ Դիվանագետությունը պետք է պահել է։ Ես դիվանագետ չեմ։ Դե դա մենք արդեն հասկացանք։ Ես երկու փեսա ունեմ։ Մեկը Մոսկվայում է, լավ ապրծել, ստեղ չի, թե չէ որ ստեղ է։ Մեր ջուրը մի առվով չի գնում։ Լավն է։ Այս մյուս փեսած շատ նորմալ տղա է, բայց այն մյուս փեսած Ոայ ճանուշն եք դուք։ Ակեղծ է բացում։ Որտեվ Մոսկվայում ապրել են 35 տարի, նախ ռուսացել են, անդադ ես դրա զայրանում եմ ու ասում եմ, դուք հայ եք, մի մոռացեք։ Հա, հետո իրանք մի քիչ թեթև են նայում ամեն ինչին, բան, եթե ինչ-որ մի բան ես, ինքը զարմանում է, ասում է, ոնց, չի կարելի տենց, ասում չէ, չի կարելի ընդհանրեք։ Վերջը, կա բաներ, որ ես այս տարի նկարանում ունեի Մոսկվայում, երկու անգամ գնացի։ Մի անգամ մի շաբաթ դիմացա, մյուս անգամ 3 օրից ես փախա։ Ասի կանը չենք վիճե։ Որովհետև հնարավոր չի։ 5 րոպեն մեկ ծխում է։ Հանրատեն նույն ծխում է։ Ես պատուհանը բացում եմ, ինքը փակում է։ Ես բացում արդեն բան է լինում, չէ՞ խոսակցություն է լինում։ Այնպես որ Զոքանչը չի թողում ծխի։ Ես բայց այդքան դե մոխրամանը ասեց 5 րոպեն մեկ ես տապում էի մոխրամանը ամբողջ տնից ծխի հոտ է գալի շորերից հիմա ինքն էլ այդ տեսակն է մենք հասկացանք աշխատում կոմպի վրա Հա դուրս էլ չի գալի այդ ասում եմ դուրս արի ոտքի հետ կբրդվի գոնե խանութ գնա չէ պատվիրում են ուտելիքը բերեն պատվիրած հա խանութից ասում դուրս արի գնա խանութից արի ինչի ասում այնա բերում են էլի մենք հասկացանք դուք բացարձակ խնդիր չունեք վատամարդ թվալու այսինքն ինչ մտածում եք Երեսին ասում եմ բայց հետաքրքիրը նա է որ դա ձեզ մոտ այնքան համով է ստացվում այսպես ասած կարծես թե չարանում Եվ թշնամի ձեռք չեք բերում Ուղղակի ասում եմ որ ինքը հասկանա եթե չարությամբ չեք ասում դուք բարձրապես տեսնում եւ հումորով կատակով որ հասկանա միևնույնն է Ես առաջարկում եմ նաև հրավիրենք տաղավար մեր շատ սիրելի գործընկերներից մեկին, ով եւս ճանապարհ է անցել եւ մեզ այդ շատ փորձ ունի, եւ լսեք նրա կարծիքը։ Նա տղամարդ է եւ նա էլ ասպարեզում հարգված, սիրված եւ տեսնենք արդյոք նա ունի թշնամիներ եւ փորձում է կամ ուզում է կամ էլ խուսափում է լինել վատամարդ։ Մեր շատ սիրելի գործընկեր, նաև դերասան Կարեն Քոչարյանն եք ողջունում։ Բարի գալուստ լույսով առեր տաղավար։ Շնորհակալ եմ։ Վերջապես ես եկա ձեզ մոտ։ Վերջապես, այո, ուրախ ենք ձեզ ողջունել մեր տաղավարում։ Լսում եք երևի թե Բերզրուսիկին Ջուլիետայի հետ ձեր կյանքում ա եղել է նման իրավիճակ, երբ փորձել են ձեզ օգտագործել ինչ որ մեկին, ինչ որ բան տեղ հասցնելու համար։ Եղել է, բայց չի ստացվել, քանի որ ես չեմ ենթարկվել նման բաների։ Արագ սիտուացիան գնահատել եք։ Ես չեմ սիրում, երբ որ մարդուն օգտագործում են ընդհանրապես ինչ որ մանավանդ վատ բանի համար։ Լավ բանի համար կարող է։ Դա ինչպես ժողովուրդն է ասում, այ հարսի ձեռքով փեսային լավություն։ Ասեց։ Ձեռքով։ Չի եղել, իմ կյանքում նման բան չի եղել։ Իսկ ո՞նց եք հասկանում, որ ձեզ փորձում են, այսինքն ձեր, այսպես շագանակները ձեր ձեռքով են փորձում հանել։ Ինչպես է դա բացահայտ տեքստով է ասվում, թե զարթուղի։ Դե եղել է որ բացահայտ տեքստով էլ է ասվել, եղել է որ սպեսիալ է ասվել, սակայն կռահում եմ, ես հասկանում եմ դիմացին ճանաչելով առաջին հերթին ով ինձ այդ հարցով դիմում է։ Հասկանում եմ եւ բացահայտ իրեներեսին ասում եմ որ
Ինչ չօգտագործես, գնա ինքդ քո հարցերը լուծի։ Սիրելի Կարեն, երբ եք եղել վատամարդ, որը ձեր կյանքում բեկումնային դեր է ունեցել եւ դուք զրկվել եք կոնկրետ, չգիտեմ, գործից, գումարից կամ լավ հարաբերություններից։ Ճիշտ ասելու պատճառով։ Եղել եք վատամարդ։ Եղել է նման դեպքեր, իհարկե։ Ակամա, միգուցե Չէ, եղել է նման դեպքեր, դե վատամարդ լինելը որն է, վատամարդ միգուցե դիմացինի համար վատամարդ եմ եղել, բայց ճշմարտությունը ասելով վատամարդ չես լինում ինքդ քեզ համար, քանի որ դու ճշմարտությունն ես այդ պահին ասում, եղել է որ ասենք տարիներ առաջ միջոցառումը վարելու համար ինձ խաբել են, ասենք խոստացել են, որ այսքան գումար պետք է վճարեն, վճարել են ընդամենը 10% ընդհանրենք, եղել է որ չեն վճարել ընդհանրապես, նման մարդկանց հանդեպ ես պարզապես, ինչպես ասում են, իմ կյանքից հեռացրել եմ նրանց եւ հրաժարվել եմ ընդհանրապես այսուհետ նրանց հետ աշխատելուց։ Եվ ես կարծում եմ առաջին հերթին իրենք են տուժել դրանից։ Իսկ դա բարեկամ է։ Կամ ընկեր։ Մտերիմ մարդ է։ Մտերիմ մարդ, այո, մտերիմ մարդիկ եղել են այո ընկերներ։ Կյանքումս եղել է, գիտեք ինչ, մարդու կյանքը այնպեսին է, որ տարիների ընթացքում նույնիսկ շատ հաճախ ստիպված ես լինում հրաժարվել ընկերներից նույնպես։ Ես չեմ ասում, որ նրանք թշնամի են դառնում, ոչ։ Ես կյանքումս թշնամի չունեմ։ Եղել են մարդիկ, ովքեր ինձ վատություն են արել այս կյանքում, եղել են, որ աշխատանքային վատություն են արել, եղել են անձնական վատություն են արել, բայց ես երբեք նրանց թշնամի չեմ համարել։ Ես պարզապես ջնջել եմ իմ կյանքից իրենց եւ չեմ առնչվել։ Թող իրենք իրենց դատավոր լինեն։ Աստված դատավոր կլինի։ Նայեք, չեք համարել դուք։ Նույնը Տիկին Ջուլիան, ասում է ես չեմ համարում, բայց միգուցե նրանք ինձ էս համարում թշնամի։ Դե թող համարեն։ Դե թող համարեն, ընդհանրապես թշնամիը համարողը երբեք բարի անձնավորություն չի կարող լինել։ Եվ մի հետաքրքիր բան ես նկատել եմ, այսքան ժամանակով ինձ վատություն է արել, ինքն է պատժվել, Աստված իրեն բումերանգի էֆեկտով։ Կարեն, բայց յուրաքանչյուրիս կյանքում այնուամենայնիվ կան մարդիկ, ովքեր փորձում են իրենց հարաբերություններում այնպես ձևավորել շրջանակը, որպեսզի երբեք վատամարդ չլինեն։ Այ ես կխոսեմ, ես կբարձրացնեմ, բայց վստահ եմ, որ իմ շրջապատի մեկ այլ մարդ չի խոսի։ Նա միշտ կժպտա, որպեսզի վատամարդ չլինի։ Մարդիկ ովքեր փորձում են ունենալ մի քանի դիմակներ, մի քանի երեսներ եւ երբեք, ինչպես ասում, թող մեզանից դուրս չգա։ Գիտես ինչ այդ ժպտացողների մեջ են շատ հաճախ լինում մարդիկ, որոնք որ ժպտում են, բայց վատություն են անում։ Իմ կյանքում եղել է այդպիսի բան, ընդհանրապես մեր կյանքում եղել է այդպիսի բան, չեմ ուզում անուն տալ այս պահին, բայց հեռուստատեսության ղեկավարներից մեկը մեր դեմքին ժպտաց եւ ծրագիրը փակեց։ Տարիներ առաջ։ Ժպիտով։ Դա սարսափելի բան է, դա բայց էլի ես նրան թշնամի չեմ համարում։ Այ Տիկին Ջուլիա, եւ դուք եւ մեր սիրելի Կարենը ինչ կասեք նման մարդկանց վերաբերյալ, ովքեր ժպիտով մերժում են, ժպիտով վիրավորում են, ժպիտով անարգում են։ Վտանգավոր մարդիկ են դրանք, լավ մարդիկ չեն, լավ մարդ այդպիսի բան չի անի, բարի, ազնիվ մարդ այդպիսի բան չի անի։ Եվ ժպիտով մեջքի ետևից իրենց արածը անում են ի վերջը։ Այդ հաճախ շատ լավ բան ասեցի, գիտեք, ես մի անգամ այդպես առիթով գրել էի, այդպես իմ Facebook-յան էջում, վախեցիր, ումից վախեցիր, նաև այնտեղ հաճախ անընդհատ ժպտացողից, այ դրա մասին ինչ, տեղի անտեղի, պատե անպատե։ Ժպտալ, ինչպես հայտնի երգում է ասվում։ Ռուսերեն մի հատ լավ խոսք ասում է, «Слащавый человек»։ Միշտ ժպիտը դեմքին։ Մի տեսակուրի ժպիտ։ Բոլորի համար ընդունելի։ Այն չէ թաքնված սովորաբար, հիշենք մեր շրջապատին։ Օրինակ ես հիշեցի մի քանի հոգու, հա, ինչ է թաքնված իրենց հետևում։ Մի ժպտացող, անընդհատ ժպտում, անընդհատ ինչ-որ, անընդհատ։ Ինչ է թաքնված։ Որ չասեն վատ մարդը։ Մեն ասեն լավ իր մասին։ Չարություն է թաքնված առաջին հերթին։ Ունեք նման ծանոթներ։ Անունը պետք չի դա, չէ՞։ Ձեր նամրոտ են այդպես։ Նամրոտ չէ։ Մայստրոն խորհրդավոր ժպտում է, հիշել է երևի։ Հա։ Այդպեսի մարդկանց։ Չէ, մեկին հա հիշեցի, մեկ նույնիսկ կասկածում եմ ամեն ինչը տեղում է, թե չէ, որովհետև ճապից դուրս շատ է ժպտում։ Մաման բանտիկը ձիգա կապել, հա։ Կապել տենց, ինչ-որ մի բան, հա, որովհետև չի կարա էլի ամեն սիտուացիայում չես կարող էլի, հա, ես էլ եմ շատ ուրախ մարդ եմ, ես էլ եմ ժպտել, բոլորս ժպտում ենք, հա, բայց
տեղեր կա, որտեղ պետք է Մարդ անգամ վիրավորում ես, նա ժպտում է։ Ապուշի ժպիտ կա, մի տեսակ։ Վիրավորում ես, ասում ես ճիշտը, չէ։ Ինքը մեկը, ինքը Շատ մռայլն էլ մի բան չի։ Այն բանն այլ ասում տեսնում ես, որ չես ջոգում, որ չեմ ջոգում։ Այդ տարբերակն է էլի։ Նման մարդկանցից Աստվածո Եվրոպայի արելավ կին դու երկիր։ Ես երկեմ այն նման մարդկանց մասին։ Ինչ ես այս անգամ մոգոնել։ Քո մոգոնել բառը չի սիրում օգտատերը։ Տվյալ դեպքում Մարինան մոգոնում է։ Տեսնենք երբ է գարունը բացվել, ի վերջո գարուն է։ Գարուն է արդեն։ Եվ ինչ պարագայում Բացվել։ իսկապես գարունը պետք է որ բացված լինի։ Թե խոսքը կարաս շուրտաս ու ջրից միշտ չոր դուրս գաս ուժեղի դեմը ժպտաս ու ճշտի կռիվ չտաս հարմարվող ես աներես Թշնամի էլ դու չունես, ում որ պետք չի կներես, չես անի երես բերես։ Կյանքում խառն ու բարդ, ունես դու մի դարդ, մենակ Քեզ չասեմ, վատամարդ, կյանքում խառն ու բարդ, ունես դու մի դարդ, միայն քեզ չասեմ, վատամարդ, Չէ, թող երբեմն ասեն։ Թող երբեմն ասեն վատամարդ։ Բայց ամեն դեպքում գեղեցիկ է Երևանը նման ավանդ գիշերով։ Այո։ Շարունակելով Մարինայի այս երաժշտական թեման, ես մի քիչ կփոխեմ բլից հարցերի եւ հատուկ հարցեր ձեր երկուսից ուղված։ Երբևէ ափսոսել եք, որ տղա չունեք։ Չէ։ Իմ աղջիկները ամեն մեկը մի 10 տղա արժի։ Նենց որ լավ աղջիկ ունենալը Բախտավորություն։ այո։ Ահա։ Կարեն։ Ես ցանկություն միշտ ունեցել եմ իհարկե տղա ունենալ, բայց որ ասեմ ափսոսել եմ սուտ կլինի, քանի որ 3 հրաշալի աղջիկ ունեմ, որոնք ինձ պարգևեցին 5 տղա, այսինքն 2 թոռ եւ 3 պեսա։ Փոխարենը։ Ես էլ 4 տղա թոռ ունեմ, մի աղջիկ։ Կոմպենսացրել եք դրա համար չեք։ Այո, իմ աղջիկները իմ տեղը տղաներ բերել են։ Փառք Աստծո։ Զոքանչի լավն է լինում, թե սկեսուրի։ Իմ կարծիքով զոքանչը, որ ասում են զոքանչ, չէ, միշտ պետք է լավը լինի։ Որովհետև զոքանչը իր աղջկա համար, իր ընտանիքի համար միշտ լավն է մտածում, իր թոռների մասին, ինչի պետք է վատը լինի։ Եթե փեսան վատն է, կարող է ինչ-որ բան լինի, բայց եթե փեսան լավն է, աղջկան լավ պահում է, թոռներին պահում է, ամեն ինչ նորմալ է, զոքանչը ինչի պետք է վատություն անի։ Բայց կա զոքանչներ, որ խառնվում են ընտանիքում, բան, ես չգիտեմ, ես իմ աղջիկները, որ ամուսնացել են, ես ձեր տանը ինչ կատարվի, ինձ չասեք։ Դուք վաղը պետք է լավ լինեք, ես վատամարդ դուրս գամ, ինձ պետք չի իմանամ։ Ես չեմ ուզում, որ վատ բան մտնի մեջս, դու գալու ես ինձ բողոքես, ես վատ տրամադրվեմ, հետո դուք լավ եք լնելու, ես վատամարդ եմ դուրս գալու, չէ, ինձ չասեք ոչ ման, և այդպես երկու աղջիկս էլ ոչ մի անգամ չեն եկել, չեն բողոքել։ Անկեղծ ասեմ, ընդհանրապես այդքան անեկդոտներ կան զոքաչների եւ կեսուրների մասին, բայց իմ բախտը չի բերել այն առումով, որ ես ցավոք երկու անգամ ամուսնացած լինելով երկու զոքաչից էլ չեմ տեսել։
Նրանց տեսել եմ երկուսին էլ ընդհանրապես մի կադր ֆիլմերում, մեկին առաջին սիրո երգը ֆիլմում պարզապես անցնում է Խորեն Աբրահամյանի կողքով, մյուսին էլ Երևանի 2750-ամյակի վավերագրական ֆիլմում, որ ծաղիկներ է գնում։ Երկուսն էլ ֆիլմում այդ կադրն եմ տեսել, կյանքում չեմ տեսել, մահացած են եղել, բայց շատ լավ բաներ են իրենց մասին պատմում։ Բայց հիմա շատ տղամարդիկ կասեն Երանի քեզ Կարեն ջան, ինչի՞ց ես բողոքում։ Բախտավոր մարդ չէ, կասեն։ Իսկ ինչ վերաբերվում է կիսուրին, ապա Չէ, Զոքաչին ներողություն, ինչ վերաբերում է Զոքաչին, ապա ես համոզված եմ, որ այսօր իմ փեսաները շատ գոհ են իրենց Զոքաչից, քանի որ խելագարի պես սիրում են միմյանց եւ կինս էլ շատ սիրում է իր փեսաներին։ Այնպես որ այդ հարցում մեզ մոտ իդեալական է։ Հա, հիմա ոնց հասկացաք, սիրելի եւ հարգելի սկեսուրներ, Զոքանչի լավն է լինում։ Մնացածը դուք մտածեք։ Աստորեն այդպես ստացվեց։ Ահա։ Անպիտան նվեր, որ երբևէ ստացել եք։ Հա, շատ։ Եկեք հələ խոսենք դրա մասին, էլի շատ հետաքրքիր։ Նվեր է ստանում։ Մարդկա որ ասենք իրան հետ պետք չի, տանման նվեր։ Ես չեմ կարող։ Ես պետք է ամենալավ բանը տամ, եթե նվիրում եմ կամ պետք է առնեմ։ Համաձայն եմ։ Կամ ամենալավ բանը, ոչ թե այս բաժակը ինձ պետք չի, տանեմ ընկերուհուս կամ այդ ծանոթի, չէ։ Բայց ես ստացել եմ այտենց, գցում ես դեն ինչ պետք է անես։ Չես օգտագործում։ Դուք չեք նվիրել ոչ մեկի։ Չէ։ Եթե ինձ դուր չի գա, ես չեմ նվիրի ոչ մեկին։ Ուրեմն այն մարդուն էլ դուր չի գա։ Իսկ այդ նվերը, որը անպիտան է, ձեզ են նվիրել, դուք վերանվիրում եք, թե Չէ։ Հա, անգամ դուք հարգում եք, չեք էլ նվիր։ Բա ինչ եք մտածում, մտքում բան, մի քիչ թեթևակի հայհոյում եք, խոսնես նենց ասում։ Սա նվիրելու բաներ, որ նվիրեցի, չէ։ Չէ, հիմա այդ մարդերը կամ տեսել կամ այդքան կարող է։ Կարեն ձեր Հիմա ասենք կնոջը որ նվիրում ես ինչ որ մի հատ խոհանոցի բան, ասում է, «Էս ինչ նամակներ ես անում»։ Այսինքն ես խոհանոցում պետք է լինեմ, հա։ Հա, չէ։ Կամ Չէ, ինձ նվերների մեջ իհարկե եղել են այնպիսի բաներ, որոնք անպիտան են եղել, բայց հետաքրքիրն այն է, որ ամեն դեպքում ես շնորհակալ եմ այն մարդուն, որ ինչ որ նվեր է անում ինձ, ես ինքս էլ եմ սիրում նվերներ անել եւ այդ նվերները ինձ մոտ մի պահարան կա, որ այնտեղ դրած է հուշանվերները, բոլոր, որ ես ասենք բերել եմ ուրիշ երկրներից կամ նվիրել են ինձ, դրված է այդտեղ եւ յուրաքանչյուրին հիշեցնում է այդ մարդուն կամ այդ երկիրը ամեն դեպքում։ Պիտանի, եթե պիտանի չէ, ինչ որ կարող է բիզդիլուշկա է դրած այնտեղ, որը ընդհանրապես ոչ մի բան, բայց հիշեցնում է դա այդ ամենը։ հետաքրքիր։ Ես չեմ սիրում ինչ որ գցել դեն կամ ինչ որ մեկին ուրիշին նվիրել։ Ամեն դեպքում հարգում եք այդ ավանդույթը նվիրելու եւ պահպանում։ Մարդը քանի անգամ է պատրաստ սիրել կյանքում։ Տիկին չդայի շարքը լավն է, չէ։ Ասես մոտենաս ամփոփ։ Շատ։ Բայց չէ որ ասում մարդ մի անգամ է սիրում։ Ճիշտ չի։ Ճիշտ չէ։ Մի քանի անգամ երևի։ Նայած։ Եթե ժամանակ չես հասկանում, Ոյ մայստրո։ հետո մեծանում ես ուրիշ կերպ, հետո ասենք 40-ից հետո Այլ կերպ։ ուրիշ կերպ։ Նայած։ Մարդու Յուրաքանչյուր տարիք այո, Տարիքից ելնելով։ Բերում էի առաջին անգամ սիրահարվել եմ մանկապարտեզում։ Սիրահարվել եմ։ Սիրահարվել եմ։ Բայց Դե սիրելը մանկապարտեզում ո՞նց սիրես այդ երեխին։ Այն վաղ ժամանակ գիտեիք, որ սիրում եք։ Կարեն ջան, Չէ, բան չէր, ուղղակի կոմենտար է, այդ որ ասում ես սիրահարվել ես, այդ հիմա դու գիտակցում ես, որ սիրահարվել ես, բայց այն վաղ դու գիտեիր, որ դու սիրում ես։ Դա տարբեր է էլի։ չէ, դե սիրելը երևի ավելի ուշ։ Ընդհանրապես մարդ ամբողջ կյանքի ընթացքում պետք է սիրահարված լինի։ Ձեր կինը լսում է հիմա, գիտեք, չէ։ Գիտեմ։ Հա, բա այդպես Բայց իրեն եմ սիրահարված։ Մետաքսա Սիմոնյանը ասում էր, այն ժամանակ ես երիտասարդների զրուցում էինք, ասում էր կինը պետք է միշտ սիրահարված լինի։ Ոնց։ Ասեց Ջուլիա, երբ որ սիրահարված ես, ուրիշ կերպ ես նայում ամեն ինչին, ծաղկին, բնությանը, ամեն ինչին, մարկանց, սիրահարվածը ուրիշ կերպ է։ Հետո տարիներ հետո ես հասկացա, եթերային սիրահարվել էի, ու հիշեցի Մետաքսայի խոսքը, որ ինչքան ճիշտ էր ասում, ասենց բանով ուրիշ կերպ ես նայում ամեն ինչին։ Բարեկամից երբևէ նեղացել եք թե ոչ եւ որն է եղել հիմնական պատճառը։ Այս չի տեկին ճուլայ։ Ուզում եմ հիշել։ Չեմ կարող Արդեն լինում է նեղանում, ես հետո անցնում գնում է, հիշաչար չեմ բանանում։ Գումարը կարող է առիթ հանդիսանալ։ Կարող է, չգիտեմ։ Չէ։ Անտարբերությունը։
Ահա անտարբեր մարդուց ահավոր բան չկա, անտարբերությունը ամենաահավոր բանն է։ Եթե նույնիսկ ինչ որ բաներ լինում է, այդ ամենը շտկվում է իմ կարծիքով, որովհետև արյունակից մարդու հետ դժվար է թշնամանալ կամ ինչ որ բան։ Սարոյի եղբայրներն էլ էին եղբայրներ, բայց վերջում իրենք հարազատներ դարձան, հասկացան միմյանց, ճիշտ է, ողբերգական ավարտ ունեցավ, բայց հասկացան ամեն դեպքում իրար։ Դա գրքային է, գեղարվեստական, բայց այսօր կարծես թե մի քիչ է տանջել Մարինա ջան, հավատացնում եմ գրքային չի, կյանքում ենքան չես ատում, բայց լինում է, որ տարիներ շարունակ եղբայրները շփվում են մի քաղաքում ապրելով, լինում է իհարկե։ մանկության այսպես սերտ միմյանց հետ, այսպես, չգիտեմ, կյանք կիսած անգամ, հա, բայց տարիներ շարունակ իրար մահանում են չեն էլ տեսնում իրար։ Համամիտ եմ, նույնիսկ զավակը ծնողներին, ասենք, ոնց որ ասում են, բանի տեղ չի դնում։ Դա էլ է ցավոք լինում։ Բայց առաջ այդպես չէր։ Առաջ չկար։ Չէ, իհարկե չէ։ Գուցե եղել է, բայց քիչ։ Քիչ եղել է, բայց քիչ։ Գիտես ինչ մի բան ասեմ, առաջ ավակ սերունդը, ով մեր կողքին է եղել, թույլ չի տվել նման բաներ։ Օրինակ մեր տատիկ պապիկները իրենք թույլ չէին տա, որ նման բան լիներ ընտանիքում։ Իրենք են որ ասում են հավիկի պես այսպես թևերի տակ բոլորին պահում էին, հավաքում պահում էին։ Դա կարա շփումը սերտ գուցե դեր պատճառը։ Եվ վերջին հարցը մեր փորձագետի կողմից, ըստ ձեզ ինչ է տիեզերական բանականությունը եւ առիթ ունեցել եք այդ թեմայով խոսելու, առնչվելու այդ թեմայի հետ։ Տիեզերական բանականություն, ինչ է այն ձեզ համար։ Անկեղծ ասած մի հատ գիրք առա, հենց այդ մասին էր։ Կարդացի, բայց բան չհասկացա։ Շատ անկեղծ։ Խոսքը արհեստական բանականություն։ Ոչ, տիեզերական, տիեզերական։ Չէ, արհեստական բանականություն։ Դա եղել է արհեստական։ Աբոն է եղել։ Մի քիչ անհասկանալ է այն բանը։ Կտակ ես ամեն օր ձեզ զանգահարեմ շփվեք եղես տրամադրությունը շատ դրական է։ Բարդ եմ ասում, իրոք չհասկացա։ Ամեն օր գոնեմ երկու Կարեն կինոյի պես ասում օտարոտի բարերով ինչ չզարմացնես, հա։ Տիեզերական բանականություն։ Լավ, այսպես ասած էզոտերիկան, այսինքն Ավելի բարդ բաներ սկսեց։ հա, այդ որ Այսօրվա թեմայով մենք նաև ունենք հարցախույս, որ իրականացրել է մեր լրագրող Սարգիսը եւ անցորդներին է փորձել հարցնել, թե ով է առասարակ այն մարդով չի ուզում լինել վատամարդ։ Դիտենք այնուհետև կշարունակենք։ Բավական հետաքրքիր էին կարծիքները, հատկապես վերջի երկուսը, այո, եւ չպետք է խորհուրդ տաս, եթե չեն։ Ծայրահեղ տարբեր։ Այո։
չպետք է լինել եւ պետք է լինել վատամարդ, եթե դու անկեղծ ես։ Այնուամենայնիվ մեծ սերունդ, տարիքով սերունդ է երջող խոհեմ է եւ կարողանում է իմաստը որ դու չպետք է դաս որ գլխիդ նստեն։ Շատ ճիշտ ասեց։ Դուք ինչ կասեք Տիկին Ջուլիետա։ Ճիշտ էր։ Առաջ սկզբիկին։ Բայց երկրորդը կարծես թե շատ ավելի ակտուալ։ Եվ ժպտալով։ Ձեր ասած ժպիտովը։ Դե ես առաջարկում այսպես նաև ձեր հարցերի պատասխանները գտնենք եւ վերջո էզոտերիկայի հետ կապված եւ տիեզերական բանականության տաղավար հրավիրենք մեր փորձագետին եւ ստանանք մեզ ուզող հարցերի պատասխանները։ Ամպելով այս հրաշալի գինին, որի անունն է վանարձի, երբեք դու վատամարդ չես լինի։ Ամիսի հակառակ լավամարդ կլինես, եթե առաջարկես մեկին, նվիրես մեկին, կամենաս մեկին այս գինին, լավամարդ տաս, ասես այ գնեք, եւս լավամարդ կլինես։ Ոչ թե վատամարդ, լավամարդ կլինես, այնպիսի լավ աչքով քեզ կնայեն, որ այսպիսի հրաշք ես առաջարկել։ Վանարձի։ Լավ մարդիկ, ձեր կենացը։ Վատ մարդիկ մի եղեք, լավ մարդիկ։ Թող չխմեն վատ մարդիկ։ Հայ։ Լսի, նայ։ Վատ արմատը բացառենք, էլի վատ բաներից չխոսենք, նայ, լավամարդ, լավ երևույթ, լավ աշ, լավ բառից չի արմատը, բայց լավը կա մեջ ես, նայ, լավ, նայք չեմ կեղծում, լավ աշ, MG լավաշը պատրաստվում է առանց խմորիչի, հիշիր դա, պահպանելով հայկական ավանդական հացի համն ու հոտը։ MG-ն միշտ լավամարդ է իր սպառողի մոտ, իր սպառողի առջև։ Թխվում է էլեկտրական վառարանում։ Ես չգիտեի։ Ինչու՞։ Դու գիտեիր։ Որովհետև չունի ինչ։ Լավաշին վնասակար նյութեր չեն փոխանցվում։ Չի պարունակում։ Նաև եթե ուզում եք լավ կազմված, այսպեսի գեղեցիկ, չէ, ավելի գեղեցիկ իմը ինչ է, ունենալ, ապա այս դիետիկ դա դիետիկն է, բայց կա նաև ածուխով եւ կանաչիներով։ Բոլորն էլ օգտակար են, է։ Ես կանաչով չեմ փորձել։ Հետո լավաշ կերեք էլի, այն ծանր թթխմորի հացերը մի կերեք։ Լավ MG լավաշ։ Հոգտաներով ձեր մասին։ Հրաշք, MG լավաշ։ Սպիտակ աթոռի վրա տեղ է զբաղեցրել կենսաղորդիչ Արփենիկ Ալեքսանյանը, բարև ձեզ։ Նաև նշեմ, որ Տիկին Արփենիկը տիեզերական խորհրդարանի անդամ է։ Չզարմանաք։ Զարմանալու ոչինչ չկա, եթե երկիր մոլորակը լինելով այդքան հետադիմական համեմատակած տիեզերական բանականությանը ունի իր խորհրդարանը, չասենք ինչ խորհրդարան, բայց ունենք խորհրդարան, ապա տիեզերական բանականությունը նույնպես ունի խորհրդարան, որը չէր կարող համեմատել մեր երկարային խորհրդարանի հետ, այնտեղ ծանոթ չկա, բարեկամ չկա, հայհոյանք չկա։ Իսկ ընտրություններով են ընտրում դեպուտատներ, ոնց են ընտրում։ Ընտրությունները անում են քարոզարշավ, ոնց են։ Այնտեղ դեպուտատ չկա, այնտեղ դեպուտատներ, այնտեղ բոլորը անդամներ են, աբսոլյուտի շերտերը անցած, մաքրված, կատակլիզմից անջատված, աստվածավախ, պիտի կարողանան հանրության դեմքին նայելով մեր այսօրվա ակտուալ հարցը կարողանան ճիշտ ասել, եթե չեն ընդունվի, չեն ընկալվի, որոնցից ամենա այն կրակակետով ես եմ, միշտ ասել եմ ու շատ վատ արձագանքներ եղել։ Այսինքն դուք պատրաստ եք լինել վատամարդ, բայց ասել։ Անպայման։ Ես շնորհակալ եմ այն մարդկանց, ես այնքան լավամարդ մարդիկ ունեմ իմ կողքին, որոնք լացելով եկել են դիմել են ինձ որպես տիեզերական բանականության հետ կոնտակտի մեջ մտնող կենսաբույժ կենսահաղորդիչ եւ իրանց փրկել են իրանց ընտանիքները, իրենց առողջությունը, իրանց շատ գենետիկ խնդիրներ, ժողովուրդ այսօր ասում են գենետիկան չի բուժվում։ Գենետիկան գիտեք երբ է բուժվում, երբ որ մարդը ինքը մաքրվում է, երբ որ կարողանում է իր ծնողների սխալները իր ճիշտ պահվածքով, իր մեղայականով կարողանում է գա դեպի հոգևոր աշխարհ, խոսք աղանդավորական շարժման մասին չի, բայց կարողանում է մաքրվի կատակլիզմից, անջատվի, պիտանինի հանրությանը, այդ մարդու մոտ գենետիկ խնդիրները վերանում են։ Բայց ներս գցելներ են ասում, որ ներս ես գցում ինչ-որ խնդիր, խոսիր, արտահայտիր, խոսիր, մի նեղվի, նեղվածությունը այն նույնպես առաջացնում է նման խնդիրներ։ Այո, մենք մեր հայի գենետիկան, մեր հայի տեսակը
շատ լավն է։ Գիտեք, ես մի փոքր շեղվեմ, քաղաքականություն չի սա, բայց շատ պետություններ, երկրներ, հին ժամանակներից եկած ուզեցել են կոտրեն մեր գենոկոդը, այսինքն մեզ վերացնեն երկրի երեսից, բայց քանի դեռ մեր գենոկոդը կա, ոնց որ մարդու Տիբեթում մարդկանց գենոկոդը կա, այնպես էլ եթե հայ գենոկոդը դա յուրահատուկ տեղ է զբաղեցնում։ Ես մի հաղորդման, անցած հաղորդման մեջ էլ ասի, որ հայ ծնվելու համար մի քանի բակալենիա պիտի ունենաս, մի քանի կյանք պիտի ապրես, որ նոր հայ ծնվես։ Գոնե դուք լավ բաներ ասեք։ Փչացնել հայի գենոկոդը դա շատ մեծ մեղք է ու պատժվում է։ Իմիջիայլոց ասում որ մարդը կենթանի դառնում է, բայց կենթանին մարդ չի դառնում։ Հաջորդ կյանքում ռեինկարնացիա։ Տիկին Արքանիկ, ինչ կասեք մեր հյուրերի էներգետիկ դաշտի մասին։ Վերջային նրանք այսպես հեռու են եւ տեզերական բանականություն եւ էզոտերիկա եւ ապագայի օրինակ։ Մեր տիկին Ջուլիան աստվածավախ մարդ է, բայց նաեւ այն որ ասում է, մեկը ասելու է ինքը այդ մարդն է, ասում է մարդ, որ ինքը իր մեջ ինքը իրանից կեղտոտ մարդ չեղավ, իր սխալ իր ճիշտ ասած իրան չի կպնելու։ Մարդու պրամոյ տեսակ։ 30 ասողը, դա իմացեք։ Բայց ես ասեմ, որ այն մի բան նվերներ տալու հետ կապված, որ ասում եք, եթե մի բանը ինձ կներեք դա բան չի, ուղղակի խոսում ենք, եթե ինձ դուր չեկավ ես մարդուն նվեր չեմ տա, իսկ ով ասում, որ ձեր ճաշակը բոլորի ճաշակին համապատասխան է։ Այսօր ես մարդ գիտեմ, իր հագուկապին նայում եմ, շատ թանկ դոլարներ արժեն, բայց ես չեմ հագնել։ Իսկ այդ մարդը հագնում է ու ինքը իրան այնքան լավ ազգում դրա մեջ։ Այնպես որ ճաշակի մեջ կարող է այս մարդը իր ճաշակով առել է իր այն ամենալավը ձեզ համար, բայց քանի որ դուք շատ տարբեր եք, կարա դա ձեր ճաշակով չլինի, բայց դա չի նշանակում, որ դա անպետք իր է։ Ես չգիտեմ, հարցին մի փոքր ուրիշ բանով եմ մոտենում եւ ես ունեմ մի վատ բնավորություն, եթե ես նվեր եմ ստանում, այդ նվերը շատ լավն է, անպայման պետք է նվիրեմ մեկ ուրիշի։ Իմ աղջիկս դուք ուրիշի էներգիան նվիրում եք։ Չէ, այդ էներգիայի հետ կապ չունի, ես այնքան մեծ սեր եմ դնում այդ նվերի մեջ, որ լավ նվերի։ լավ նվերի։ Իմ աղջիկս որ մի քանի անգամ շատ լավ բաներ ինձ նվիրեց, հետո տեսա, որ ես որոշ ժամանակ հետո չկա այդ նվերը, ասպարեզում մամուրա, ասում եմ դե մի հատ լավ մարդու նվիրել եմ։ Դրա հաջորդ տարին իմ ծննդին որ նվեր բերեց, վրան գրել էր, նվերը նվեր տալ չի կարելի։ Իմ աղջիկն էլ ֆրանսիական դուխիներ որ բերում է, թորնիկս գիտի բացում է, որ չտա ուրիշի։ Բացում է նվեր չեն տալիս ու այդ նվերը մնաց ինձ։ Այնպես որ ես մի բան գիտեմ, որ ինչ ուզում եք արեք, այդ նվերը չեն ձեզ տալիս, այդ էներգետիկան են ձեզ տալիս։ Հարգելիներս, մարդու նվերը էներգետիկան է։ Կարող է պատահել շատ լավ, այո, շատ թանկանոց, շատ լավ նվեր ձեզ տան, բայց դուք հագնեք ու հիվանդանաք։ Վատ էներգետիկա է։ Հիմա կներեք, էլի, օրինակ այդ եթե վերանվիրել վատ նվերը, վատ էներգետիկայով, այն մյուսին է, թե ուղղված է ձեզ։ Հիմա ինձ վատ նվեր նվիրեցին, վատ էներգետիկայով, ես ձեզ նվիրեցի։ Որտեղ ես իմանալու որ դա վատ էներգետիկայով նվեր է։ Չեմ իմանալու, հարցի ուրիշ կողմն է։ Մարինայի հարց ուրիշ բան է։ Ես նվիրեցի ձեզ, վատ էներգետիկայով եթե նվիրում եք։ Իմ մնում է իմ մոտ այդ վատ էներգետիկան, թե փոխանցվում է ձեզ։ Ոչ, մնում է ձեզ մոտ։ Այսինքն եթե նվերն էլ իրեն նվիրել, եթե դուք նվերը չեք հավանել, ու այդ նվերը տալիս եք ուրիշի, այդ վատ էներգետիկան ձեզ մոտ է մնում։ Միևնույնն է մնում է։ Հենց որ մի նվիրиш, բայր քեզ։ Իշատակ։ Որովհետև դուք չգիտեք այդ վատ նվերը ինքը ինձ սրտով է վերցնում։ Կարող է ինքը այնքան պոզիտիվ է վերցնում այդ նվերը։ Ես այսօր այնքան մարդ գիտեմ, որ շատ մեծ պահարաններով ինքը հագուստ ունի ու այդ բանդապիտակները վրան դաժե ինքը նվիրում է ուրիշներին։ Բայց այդ ում որ նվիրում է, ես որ տեսել եմ ինչ մեծ սիրով են հագնում, ինչքան փառք տալով Աստծուն ու օրհնելով այդ ընտանիքը, հա, եւ հակառակ։ Բայց ես օրինակ տարբերակ գիտեմ, ներողություն, այ դա էզոտերիկան է, որ չար մարդը նվիրել է վատ մտադրությամբ նվեր, ապա ակամա տվյալ մարդը վերանվիրել է, որովհետև այդ իրը պիտանի չի եղել եւ փորձանք է եկել երրորդ մարդը։ Հնարավոր է էներգետիկաները փոխանցվում են։ Այդ ինչի ժառանգական գենետիկայով փոխանցվում են պորչաները, ինչի պետք է դա Եվ ապա հասկացել է, որ հնարավոր է, որ այդպես է եղել, որովհետև ակամա մարդը եկել է փորձանքի Ես մի օրինակ բերեմ, ուրեմն ինձ նվիրել էին տարիներ առաջ մի նկար,
Վլադիմիր Վիսոցկու դիմանկարներ եւ երբ որ նայում էր այդ նկարին ամբողջ իր դեմքին այդ ներվը իր ամբողջ կյանքի կար այդ նկարը երկար ժամանակ մեր տանը կախած էր ու ամբողջ այդ ընթացքում մեզ մոտ միմիային վատ բաներ էին կատարվում հետո այս այդ նկարը տեսել մահացածի նկարները չի կարելի պատերին պահել որովհետեւ իրանց էներգետիկաները փոխանցվում է ինչից վախենան մեր հյուրերը ոչ մի բանից ոչ մի բանից հյուրերը իրանք այնքան կայացած մարդ են այնքան վախերան ապրել հերիք է իրանց էլ ոչ մի բանից ձեզ վախենալ պետք չի ձեզ պետք է ապրել ձեզ պետք է ձեր գործունեությունը շարունակել պետք չի մտածեք որ դուք 1000 ներողություն թոշակառու եք ուրեմն всё ձեր կյանքը ավարտվել ոչ Տիկին Ջուլիետան երջանիկներից մեկն է որ դրբեմի վրա է ու շատ ձեր երկար բեմեր եմ ցանկանում եւ նույնը ձեզ մենք երրորդ ալիք հաղորդում ունենք ես այդ հաղորդումը չեմ էլ կարող մոռանալ որովհետեւ եթե հումորային ծրագիր այդպիսի ծրագիր է այսօր կան հումորային ծրագրեր հա դա է նայվում պահանջարկը դա է բայց ժողովուրդ եկեք ասենք դա դաստիարակություն չի երրորդ ալիքը բազմակողմանի հումորային չէ ժամանցային շատ դա դաստիարակություն չի հա այսօր դուք դրանով գումար եք վաստակում այսօր պահանջը դա է ես ձեզ հասկանում եմ բայց ինչ եք տալիս սերունդին կամ հարգելի կառավարության աշխատողներ, հարգելի խորհրդարան, հարգելի հաղորդավարներ, այդ ինչ տերմինոլոգիայով եք խոսում, այդ ինչ բառապաշարով եք խոսում, արդեն հայհոյելը դարել է պրեստիժ, այլ կոպիտ ասեմ, ախր չի կարելի։ Դիեզերքը կարող է մեզ օգնել այդ հարցում, արդեն սկսել է, զտում է գնում, երկրի վրա զտում է գնում եւ հրեշտակները մարդկանց բերանով խոսում են։ Այնպես որ պիտի շատ զգույշ լինենք 25 թիվը կատակլիզմը չեզոքացնելու տարի է ուղղակի պիտի կարողանանք համահունչ ապրել մեր ժամանակի հետ մեր բնությունը նկարագրում է մեր երկրի վիճակը թե ինչ կատակլիզմի մեջ է մեր երկիրը մեր հոգեբանությունը մենք ինքներս Տիկին Արփենիկ վերադառնալով մեր այսօրվա քննարկվելիք թեմային այ հետաքրքիր է ինչպես են զգում իրավիճակը կենսահաղորդիչները մարդիկ ովքեր կարծես ձևավորում են էներգետիկ դաշտը, նաև վերցնում են դիմացինի էներգիան, այ երբևէ դուք զգացել եք, որ ձեզ փորձել են օգտագործել ինչ-որ մեկին ինչ-որ բան հասցնելու, ինչ-որ միտք գաղափար տեղ հասցնելու համար։ Մեզ ոչ մեկ չի կարող օգտագործի, մեզ միակ օգտագործողը տիեզերքն է։ Այո, տիեզերքը մեզ օգտագործում է ինչ առումով, որովհետև մենք շատ սահմանափակումներ ունենք մեր ապրելակերպի մեջ եւ դա երկրի մարդ ես, չէ, ինչ որ ուզում ես, բայց չի կարելի։ Այդ չի կարելին, որ դու մտնում ես այդ բարերայի մեջ ու կարողանում ես ապրել այդ կերպարում, մենակ դա է։ Իսկ երբ որ քեզ ինչ որ դիմացինը մի բան, թեկուզ խափելու, թեզուկուզ օգտագործելու, միանգամից բլոկ են անում։ Ինչպես Facebook-ում բլոկում են, ու էլի։ Իսկ բիոդաշտ հասկացողությունը կապ ունի տիեզերքի հետ։ Այդ նույնն է, ոնց որ ասեք Արմեն անունը կապ ունի ինձ հետ։ Մեկը։ Մենք ձուլված ենք, մենք մեկ ենք։ Ուղղակի մենք արդեն թևակողում ենք մի այնպիսի ժամանակաշրջան, որտեղ սկսել են արդեն հոգևորի հետ հաշվի նստել, ել եմ ասում, աղանդավորականը չի։ Հոգևորու հետ մարդու հոգու արժեքները սկսել են արժևորել եւ մարդիկ քչից շատից սկսել են հասկանալ, որ իրանք տիեզերքի վրա, երկրի վրա մենակ չեն, նախ մենք երկրի վրա մենակ չեն, այլ քաղաքակրթություն ապրում երկրի վրա, որի միջոցով հենց կոնտակտը մենք ուղարկում ենք տարբեր գալակտիկաները, այնպես որ Տիկին Արփենիկ, այսպիսի մի բան եմ ուզում ասեմ, այն ինչ որ դուք ասում եք, բնականաբար լուրջ գաղափարախոսություն է եւ ընդունելի տարբեր հասարակությունների մանավանդ զարգացած մարդկանց կողմից, բայց մենք երևի թե բոլորս այսպես շատերս զող դարձանք հենց սին պաթոսի Սին մենք խոսում ենք անընդհատ խոսում ենք ասում ենք ինչ որ գաղափարներ ենք բարձրացնում ինչ որ բաներից ենք խոսում բայց իրականում հենց բանը հասնում է գործի մենք չգիտենք ինչով օգնել այ ինչով օգնենք մեր հասարակությանը ինչով օգնենք տիկին մեր սիրելի Ջուլիետային, Կարենին, ինձ, Տիգրանին, ինչ է մեզ պետք, այն մարդկանց ովքեր մեզ դիտում են, ինչ անել գործնականում։ Ոչ մի բան մի արեք, ամեն մեկը արեք ձեզ։ Ինչ,
Հիմա ես չգիտեմ ինչ անեմ, որպեսզի իմ կյանքը լավ ընթանա։ Մարդը նստած սպասում է ինչ անի, ինչ խորհուրդ, որպեսզի լավ ապրի։ Ամեն մարդ ինքը իր վրա է։ Ինչպես չգիտեմ, ինչպես ասեմ, վերցնում եք տիրոջ 10 պատվիրանները նայում եք։ Տեսնում եք այդ տիրոջ 10 պատվիրանների մեջ, ամեն մի 10 պատվիրանը 10%-ը։ Հիմա թող մեզ ասեն տիրոջ նոր ուխտի մեջ ենք մենք։ Մեծ սիրով, այո, տիրոջ նոր ուխտի մեջ ենք, բայց 10 պատվիրանները դա դասյարակությունն է Աստվածաշնչի։ Ամեն մի պատվիրանը մի 10%-ը։ Վերցրեք պատվիրանները նայեք, տեսեք դուք 10 պատվիրանների մեջ, քանի պատվիրանի մեջ եք։ Չկանք, ասենք չկանք, բայց ուզում եք լինել, ինչ անել, որ լինել։ Մի գողացիր, ասում եմ մի շնացիր, ասում եմ հարևանիդ վատը մի ուզի, մի ուզի։ Կյանքը ստիպում է գողանալ։ Նայեք, ես իմ կողմից չեմ խոսում, երկրորդ թուշը։ Այ ինչ аնել, որովհետև շրջապատը, իրավիճակը, կյանքը դու շրջապատով, եթե շրջապատով նայեցին, մենք չես կարող դու այդպես կտրված եւ կտրված չէ լինում, Մայրնա ջան։ 1, 2, 3, 4, 5 բանակը կմեծանա։ Հարգելիս, ես ինչ-որ մի այլ մի բան է պետք, որ մեզ նախասեմ ինչնա։ Մեր հեռուստաեթերներում մենք չունենք դաստիարակչական ոչ մի հաղորդում։ Այնը, որ վերաբերվում է տիեզերական բանականությանը, ես մեծ սիրով պատրաստ եմ, բայց պիտի լինի մարդուն ասում ես, այսպիսի հաղորդում վարենք, այսպիսի մի բան անենք, ես շատ մեծ ասյանների միջի որ մեկի մոտեցա ու քանի որ բժշկական կրթություններ ունեմ, ես ասեցի, որ ցանկություն ունեմ այսպիսի մարդկանց հանրությանը ներկայացնեմ, կամաց վերջապես պիտի մարդիկ արդեն հասկանան, ընկալեն, կարող է ժամանակ լինի, որ այլ մոլորակայինը քեզ հետ կանգնի դեմը ու խոսա, չվախենաս, հասկանաս, որ դա էլ իր արտաքինն է։ Երբ որ ասեցի կարամ բժշկական ստրուկտուրայում, հիվանդանոցում գնամ, հիվանդի հետ աշխատեմ, կամ ասենք ձեզ ոչ թե ապացուցեմ, այլ ցույց տամ, որ կարելի է առանց դեղերի էլ բուժվել։ Այդ մարդը ինձ ասեց, ես ճիշտն ասած, ձեզ միայն Մայրապետի աշխատանք կարող եմ առաջարկել։ Լավ չի ասի հոգեբույժի։ Չէ, ես ինչ ասեցի, ոչ մի բան չասեցի։ Նայեցի այդ մարդու դեմքին, չէ, միրանդ հետո դուրս եկա, բայց մի հատ դռան արանքից նայեցի այդ մարդուն, ասի, բան չեմ ուզում, Մայրապետի հույսին մնաս։ Ի, անիծել եք։ Լավ եմ արել։ Որովհետև ինքը լինելով, չեմ ուզում անգրագետ բառն ասեն, եթե այսօր իրան պոստա տված ու իրա գլուխը չի աշխատում, դա չի նշանա, այ այդտեղ որ ասում են դե չասես, ո՞նց չասես։ Հիմա ես չգիտեմ ինքն հույսին է մնացել։ Հարցը դա չի։ Դուք չարիցեք, անիծել եք մարդուն։ Լավ եմ արել։ Դա անիծել չի։ Նա պետք է Մայրապետի հույսին մնա, որ հասկանա, ինչա մարդը լուրջ բան է իրան առաջարկում, ինքն ասում է Մայրապետ։ Այդ Մայրապետի աշխատանք ես առանց դրան էլ կարամ անեմ։ Ես չեմ գնամ ամեն աշխատանք հարգի է եւ գլուխ խոնարհելու։ Եվ ասեմ Մայրապետի աշխատանքը շատ ավելի հարգի է ու դժվար, քան ուրիշ աշխատանք։ Իհարկե։ Բայց ես չեմ գնացել իրանից Մայրապետի աշխատանք խնդրելու։ Եթե քո ուղեղին հասու չի, ասա կներեք, դա իմ ուղեղին հասու չի, եկեք դուք ուրիշ դուր բախեք։ Ոչ թե մի հատ էրոնիայում վանայում ավրատ, ասում եմ ես ձեզ կարամ միայն այդ աշխատանքը առաջարկել, բայց ասեն դրա հույսին մնաս։ Ինչ շատ հետաքրքրեց տիեզերական խորհրդարանը, ինչ են ասում այնտեղ մեր մասին, այ լույսը վառերի մասին, ինչ են ասում։ Ասեմ, ինչ գիտես։ Մեր բազմաչարչար հայ ազգը ունենալու է շատ լավ առաջընթաց, այս պահին նայելով կմտածեք, թե ես ինչ եմ ասում, այո, լինելու են շատ լավ բաներ, ունենք որոշակի խառնաշփոթ ունենք, բայց հայ հենց դա եմ ասում, եթե ամեն մարդը կարողանա ինքը իրան փոխել, բանակը մեր մեծանա, այն ժամանակ մենք կարողանանք հարցեր լուծել։ Ինչպես պապաս կասեր էշմի սատկի։ Չէ, պետք չի էշմի սատկի, գարուն եկել արդեն։ Ու մենք պիտի կարողանանք, ես լուրջ եմ ասում, արդեն շատ այնքան առաջ են գնացել, մենք արդեն կարողանում ենք հոգևոր աշխարհի հետ խոսել, մեկին երազով են մոտենում, մեկին մի ձևով են մոտենում, մեկին արդեն տեսիլքով են մոտենում, արդեն էլ տեղ չկա երկրի վրա կատակլիզմ այնքան խորացել է, արդեն բնությունով են ցույց տալիս, որ տեսեք այս տարբեր տեղերում ինչ է, այդ մարդու ներքնաշխարհը, այդ ինչ որ մենք ուղարկում ենք վերև, դա մեզ հետ է գալի։ Դրա համար մենք աշխատենք մենք մեզ վրա, մենք կարողանում ենք օգնի, ես ամենայն ազնվությամբ եմ ասում, նստել եմ բանի երթուղային տաքսի, այնտեղ տեսել եմ մարդը նեգատիվի մեջ ու ես տեսել եմ որ ինքը գաղափարել չունի որ այդ նեգատիվը իր վրա է
Իսկ այդ նեգատիվները տարբեր ձևերով են լինում, մարդիկ ինձ կարողա չհասկանան, դրա համար փակագծեր չեմ բացում, ու երբ որ ես վերջում նստած այդ մարդու հետ աշխատել եմ, այդ նեգատիվը իր վրայից հանել եմ, այս մարդը ինձ մի հատ իրան թափ տվեց, ես դրանից վախեցա։ Ինքը իրան թափ տվեց ու վարորդին ասեց, որ խնդրեմ, կկանգնեք, իջնեմ, ջուր եմ ուզում։ Այսինքն այդ մարդը ինձ չէր ճանաչում, ես իրան չէի ճանաչում, բայց ես կարողացա այդ մարդուն օգնել, ինձ պետք չէ, որ այդ մարդը հասկանա, ինձ վճարի կամ այդ մարդը ինձ մի հատ ասի շնորհակալ։ Այսինքն առանց զրուցելու մտակ կոնտակտի մեջ։ Անպայման, 24 ժամ իմ մոտ չէ անջատվում կոնտակտը։ Ու ես կարողացա այդ մարդուն օգնել, ես հատուցումը սպասում եմ տիեզերքից, որովհետև հիվանդություններ կան, տարբեր եսի մինչեր կան, ճանապարհ ես գնում, պիտի կարողանաս բալեր հավաքես, այն պոլեչուձեսի բալերի նման, պիտի կարողանաք բալեր հավաքեք, որպեսզի վերև նայեք խնդրելուց, ասեն, հա, ձեր բալերը հերիքում է, վերցրեք էստես։ Բայց մարդիկ միայն վերցնում են, չեն տալիս ու պահանջում են, որտեղ այսօր բոլորս պահանջատեր ենք։ Լավ է գոնե լինենք, գոնե հավատանք լինենք, դա էլ է բան։ Կլինի Մարինա ջան, կլինի։ Շնորհակալ ենք եւ ձեզ այսպես էզոտերիկ վերլուծության համար եւ իհարկե մեր շատ սիրելի հյուրերին իրենց կարծիքները մեր եթերից հնչեցնելու համար։ Եվ քանի դեռ այլ մոլորակայինները մեզ հյուր չեն եկել, մենք հրաժեշտ տանք հեռուստատողներին հաջորդ կիրակի հանդիպման ակնկալում։ Այլ մոլորակայիններին սպասելով։ Լույսը վարիշ։